Մի քիչ ուշացած, բայց անպայման պետք է անդրադառնամ մի պատահարի, որը տեղի ունեցավ Հայաստանի Հանրապետության ազգային ժողովում մի քանի օր առաջ, եւ չնայած որ շատ մեր համաերկրացիներ եւ ազգակիցներ թե Սփյուռքից, թե Հայաստանի Հանրապետությունից արդեն անդրադարձել են այս պատահարին եւ հայտնել են թե իրենց դժգոհությունը, թե իրենց զզվանքը կատարված միջադեպի պահով, բայց ես անպայման մի քանի բառ կուզենայի ավելացնել նրանց բոլորի հայտարարությունների վրա։ Մի քանի օր առաջ Հայաստանի Հանրապետության ազգային ժողովի բարձր ամբիոնից նորից իր հերթական բարբաջանքներով հանդես եկավ Հայաստանի Հանրապետությունում Ադրբեջանի Հանրապետության քաղաքացիական պայմանագիր կուսակցության կարկառուն անդամ մտքի գիգանտ Արման Եղոյանը։ Արդեն պարզ է դառնում, որ երբ որ քաղաքացիական պայմանագիր կուսակցության անդամները իրենք այդքան աչքի չեն ընկնում իրենց ինտելեկտով եւ հմտությամբ որպես քաղաքական գործիչ, քանի որ նրանք բոլորը պետք է լինեին շարքային քաղաքացիներ, բայց չգիտես ոնց հայտնվել են մի դահլիճում, որտեղ պետք է նստած լինեին միայն խորը միտք ունեցող եւ կառուցողական պրոհայկական մտածելակերպ ունեցող մարդիկ, եւ նրանք արդեն վաղուց ապացուցել են ԿՊ-ականները, որ ընդունակ են ուրեմն շատ պրովոկատիվ հայտարարություններ անելու մշտապես, եւ վերջի 8 տարիների մեջ մենք դեռ չենք սովորել, բայց գիտենք, որ նրանք ընդունակ են, եւ ամեն շաբաթ կամ թեկուզ ամեն օր մենք արդեն լսում ենք պրովոկատիվ հայտարարություններ եւ հիմար, բայց անգամ ԿՊ-ականները բոլորը իրար հետ միասին սկսում են ասեղների վրա նստած իրենց եղունգները կրծել, երբ որ այս մտքի գիգանտ Արման Եղոյանը վեր է կենում եւ սկսում է իր ճառը բարձր ամբիոնից։ Պատկերացնում եք, իրենք արդեն բոլորը իրար հետ շատ պարզ, հենց ընդդիմության աչքի առաջ եւ ազգի աչքի առաջ ցույց են տալի, որ իրենք այդքան սեր համակրանք կամ անգամ հարգանք չունեն Արման Եղոյանի նկատմամբ եւ կուզենային մշտական նրա ուրեմն խոսափողը անջատած պահել, քանի որ իրենց հանձնարարված է ինչ որ հմուտ ճանապարհներով, մանիպուլատիվ ճանապարհներով գործը ավարտին հասցնել, իսկ Արման Եղոյանը չունի ոչ մի ֆիլտրներ, անգամ այս ցածր եւ կամ միջին ինտելեկտի մարդկանց մեջ նա չի կարողանում իրեն ճիշտ դրսևորել, անգամ Վահագ Ալեքսանյանի նման մանկամիտ ապուշի համար Արման Եղոյանի ուրեմն ճառերը դրանք ոնց որ արդեն պարզ է դառնում հիմարություններ են եւ իրենք պարզ ցույց են տալի, որ Արման Եղոյանի նկատմամբ իրենք ունեն դժգոհություն եւ ոչ մի տեսակի համակրանք չունեն, բայց պարզ է դառնում, որ իրենց վոժդը Նիկոլ Փաշինյանը երևի թե Արման Եղոյանի հոր հետ կապված ինչ որ մի բան կա, որ մենք չգիտենք, կամ լավության կարգով, կամ կարող է ինչ որ, քանի որ իրենք երկուսն էլ նախկիններ են եւ քանի որ երևի ինչ որ կամպրոմատի հարց կա, կամ չգիտեմ, մի բան կա եւ պարզ է դառնում, որ Արման Եղոյանին ուղակի բերել եւ իջացրել են այս աթոռի վրա, որ ինքը այդտեղ ուղակի վեր ընկնի լավության կարգով, քանի որ ինքը իր հոր որդին է, որովհետեւ Արման Եղոյանը ոչ մի հատուկ ինչ որ տպավորիչ հատկություններ չունի, մտքի ոչ մի խորություն այնտեղ չկա, այսինքն այս մարդը պետք է լիներ ուղակի շարքային քաղաքացի, բայց նա հայտնվել է մի տեղ, որտեղ որ ազգի լուրջ հարցեր են լուծվում։ Արման Եղոյան, դու ինձ հիշեցնում ես Հիպոստոմոս Պլեկոստոմոս անունով ձկան։ Սա մի ձկան տեսակ է, որ ակվարիում ունեցողները կիմանան, այս ձուկը ակվարիում ունեցողները
գնում են եւ թողնում են ակվարիումի մեջ, նա միշտ լողում է ակվարիումի ամենատակի մասում, չի բարձրանում վերև ոչ մի անգամ, որպեսզի ուրեմն ուտելիքի մնացորդները ուտի ակվարիումի մեջ, մաքրի ակվարիումը եւ ավազը միշտ խառնի իրար, քանի որ Բլեկոստոմուսը ավազ խառնել շատ է սիրում, այսինքն պրովոկատիվ բաներ անում ինքը ակվարիումի տակ, անընդհատ խառնում է իրար։ Քեզ քպում, քանի որ քպն մի ակվարիում է, որտեղ լիքը գուպիներ են լողում եւ մի հատ ինչ որ բլոխ աչքերով, մեծ ծիծիկներով մի ձուկ, քեզ որպես հիպոստոմուս, բլեկոստոմուս, եթե նայես անգամ արտաքինով, բերանով, միայն ոչ մաշկով, որտեղ հիպոստոմուս, բլեկոստոմուսը շատ գեղեցիկ մաշկ ունի, իսկ քո մոտ անգամ դա չկա, եւ որ տեսնես, անգամ հիպոստոմուս, բլեկոստոմուսը կարող է, եթե խոսար, անգամ քեզ նման խոսեր։ Բայց պարզ է դառնում, որ քո հիմար հայտարարություններով դու անընդհատ քարկոծում ես հայկական եւ հայ ազգի այն բոլոր ամենակարևորագույն սյուներին, որոնք հայ ազգին եւ Հայաստանը պահել են որպես մեկ վերջին ուրեմն 100-120 տարիների մեջ։ Ուրեմն վերջին երևի 100, համարյա 110 տարի ասենք, հա, առաջին համաշխարհային պատերազմից հետո Արման Եղոյան Սփյուռքը ձևավորվել է մեր պատմության վատ էջերի հիման վրա։ Դրա պատճառով է Սփյուռքը ձևավորվել։ Դրանից առաջ են եղել հայեր, որոնք որ եղել են թե արևմուտքում, թե արևելքում, բայց ընդհանուր առմամբ որպես պատմության դասքես Սփյուռքը ձևավորվել է մեր ջարդի եղեռնի պատճառով։ Եվ դրանից հետո Սփյուռքի ձևավորումից հետո միանգամից մեր ազգակիցները ուրեմն բոլոր պետություններում կազմել են իրենց թե քաղաքական միտքը եւ թե եկեղեցին եւ թե հայ դատը եւ դրանով տեղեկացվել են թե տվյալ պետության մասին, թե ամբողջ աշխարհը ոնց է աշխատում, որովհետև աշխարհը աշխատում է մի սխեմայով եւ մարդիկ կան աշխարհում կանգնած աշխարհի հետևում, որոնց անունները մենք չենք լսում, մեծ ուրեմն օրգանիզացիաներ, որոնց անունները մենք գիտենք, բայց նրանց ուրեմն գործերի մասին, նրանց ֆունկցիայի մասին մենք չենք տեղեկացվի, եթե 10 միլիոնով ապրենք ուղղակի Հայաստանի Հանրապետությունում։ Այսինքն մեր հզորությունը, մեր ուժեղ լինելը, եթե կար ինչ-որ մի ժամանակ, որ մենք հզոր եւ ուժեղ էինք ձեր գալուց առաջ, դա ընդհանուր առմամբ Սփյուռքի պատճառով էր։ Եվ վերջին ընդհանրապես 110 տարիների մեջ առաջին, երկրորդ հանրապետություն, սովետական Հայաստան, երրորդ հանրապետություն, Հայաստանը դարել է փոխանցման տուփ, առաջին, երկրորդ, երրորդ, չորրորդով ընդհանրապես Նիկոլ Փաշինյան ոչ մեկ դեռ դիկ չի բարձրացել։ Իսկ Հայաստանի Հանրապետությունը մի պետություն է, որ միշտ դիկ է բարձրանում։ Այսինքն մենք չորրորդով 100%-ով դիկ չենք կարողանալու բարձրանանք։ Այ երբ որ իջնելուց կլինեինք, այն ժամանակ կարող է չորրորդ գցեիք։ Ես կասեի Հայաստանի Հանրապետությունը իջացնեիք առաջին փոխացման տուփի վրա եւ առաջինով եւ երկրորդով երևի կարողանանք բարձրանալ այդ դիքը։ Բայց եթե մենք 10 միլիոն հայով բնակվեինք Հայաստանի Հանրապետությունում, իրար հետ բոլորով, ոնց որ դու ասում ես, Արման Եղոյան, եւ չունենայինք դրսում
այն մեր բոլոր հայրենակիցներին, որոնք դրսում անում են այն գործը, թեկուզ սովորական մեր քաղաքացիներ, մեր հայրենակիցներ, սովորական շարքային մարդիկ, որոնք կոմենտների միջոցով ուրիշ ազգերին տեղեկացնում եւ ուղումներ են կատարում այս մեծ սայբեր պատերազմի մեջ, կիբեր պատերազմի մեջ, որը որ տեղի է ունենում ինտերնետի վրա, որից որ դուք ընդհանրապես տեղյակ չեք։ Եվ եթե անգամ տեղյակ եք, դուք դրա մասին ընդհանրապես չեք խոսում։ Բայց այն կիբեր պատերազմը, որը տեղի է ունենում, որտեղ մեր պատմական բոլոր հաջողություններն ու նվաճումները կամաց փոխվում են եւ դառնում են ադրբեջանական եւ թուրքական եւ մեր անունը այնտեղից դուրս է գալի, մեր անգամ Սփյուռքում ապրող հայրենակիցները, սովորական շարքային հայրենակիցները, իրենց կոմենտների միջոցով, իրենց դեբատների միջոցով, այս բոլոր ֆրադների տակ կրվում եւ ընդհանուր հանրությանը տարբեր ազգերի իրենց ապրած երկրներում կամ ընդհանուր համացանցը բոլորն են օգտագործում, բոլոր պետություններից հիմա կարողանում են տեսնել նույն գրառումը եւ Հայաստանից ոչ մի ձեր ուրեմն սովորական այն շարքային կանայք 40-ից մինչև 60 տարեկան քառակուսի գլուխներով եւ միշտ նկարների մեջ ծաղիկներ ունեցող մեխակներով այդ կատեգորիան, որ հայերեն խոսալ չգիտի, սկի նորմալ, նրանք 100%-ով չէին կարողանալու անել այդ գործը։ Բայց ես խոսում եմ ամենամանր գործի մասին, որը որ կատարվում է մեր հայրենակիցների կողմից, որոնք որ անգլերենին տիրապետում են, ապրելով ուրիշ պետություններում կամ Գերմանիայում, որտեղ որ եւ անգամ այդ փոքր գործն են անում, անգամ դա է մեծ ուրեմն փոփոխություն արձանագրում, հասկանում եք, որտեղ հանրությունը, որտեղ մարդիկ, որոնք դրսում ուրիշ ազգեր, որոնք տեղեկացված չեն Հայաստանի մասին ընդհանրապես, եւ առաջին անգամ Հայաստանի մասին ծանոթանալու տեղը ինչ որ մի մանիպուլացված հոդվածով հայկական պատմությունը վերագրված Ադրբեջանին կարդում են իրենց կյանքում առաջին անգամ, որ գրված է Ադրբեջան կամ Թուրքիա։ Դու այնքան փոքր միտք ունես, այնքան ոչ խորը, ոչ կառուցողական միտք ունես, 6-րդ դասարանի ինտելեկտ, Արման Եղոյան, որ չես պատկերացնում Սփյուռքի կատարած գործի ծավալը, այդքան փոքրամիտ ես դու։ Իսկ մեր դժբախտ պատմության, մեր պատմությունը, մեր շատ վատ պատմությունը, որը որ հենց հիմա նորից կրկնվում է, որը տեղի ունեցավ Օսմանյան կայսրությունում, ուրեմն 1900 թվականների սկզբին, որը որ հենց ձևավորեց այդ Սփյուռքը, այդ մարդիկ աշխարհով սփռված այնպիսի գործ են կատարել Հայաստանի Հանրապետության համար, որ դու կյանքում ոչ դու, ոչ քո հայրը եւ ոչ մեկդ ՔՊ-ի ոչ մի անդամ 64-ն եք, հա, դուք ոչ մեկդ, դուք հակահայկական գործիչներ եք, ոչ մեկդ այդքան գործ կյանքում չի կատարել, ձեր ամբողջ գերդաստանով դուք այդքան գործ չեք կատարել։ Եվ մի մոռացեք, Սովետական միության փլուզումից հետո բոլոր այն մեր հայրենակիցներին, որոնք որ ուզած չուզած, հիշում եք, չէ, դու երևի կհիշես Արման Եղոյան, եթե դու չհիշես, հայրդ հաստատ, ես չգիտեմ սկի դու որ թիվ ես, հայրդ հաստատ կհիշի։ Երբ որ նոր էր փլուզվել Սովետական միությունը, ես շատ լավ եմ հիշում, եւ Լևոն Տեր-Պետրոսյանը եւ ՀՀՇ-ն էին իշխող ուժը, այդ ժամանակ Հայաստանի Հանրապետությունում ապրելու ոչ մի հնարավորություն չկար, ոչ մի։ Անկամ Հայաստանի Հանրապետությունում սովորական սնունդ գոյություն չուներ։ Եվ մարդիկ ուզած չուզած թողնում էին իրենց ընտանիքները եւ լքում էին մի կերպ ճողոպրում էին Հայաստանից դուրս ինչ որ մի տեղ, որպեսի աշխատեն եւ կերակրեն ոչ թե միայն իրենց ընտանիքին, այլ կողքից հարևանների, ընկերների, ամեն հարցով։
Եվ մենակ գումար չէ, այն ժամանակ մենակ գումար չէր, մարդիկ մեքենա պետքա վարեին, մեքենայի մաս չկար, պայաստան մասեր չկար, ոչ մի բան չկար, մոռացել եք արա, այն օրերը, որ ամբողջ Հայաստանում ավտոյի, սովորական մեքենայի մաս չկար, դրսից ամեն ինչ ուղարկում էին մարդիկ, ամբողջ պետության ֆունկցիան, մոռացել եք այդ ժամանակները, հա? Որ ամբողջ պետության ֆունկցիան ընկած էր Սփյուռքի վրա։ Մարդիկ գնում ինչ ասես ճարում էին, ինչ ճանապարհներով ասես ուղարկում էին, որ պետությունը այդ շղթան աշխատի։ Հիմա որ արդեն մի քիչ ազատությունը անկել ձեռներդ, ուզում եք Սփյուռքին կտրեք, ուզում եք մեզ համարում եք դրսից մեր բոլոր հայրենակիցների, որոնք ապրում են դրսում, որ մենք իրավունք չունենք մասնակցելու ոչ մի պրոցեսների, որոնք որ տեղի են ունենում Հայաստանի Հանրապետությունում կամ մեր պետության շուրջ, ինչի դուք ով եք, որ նման բան որոշեք, ովքեր եք դուք, այ անցողիկ երևույթներ, դուք եւ ձեր նմանները գալու եւ գնալու են, դուք անցողիկ երևույթ եք, ժամանակավոր երևույթ եք դուք, ձեր վրա expiration date կա գրած, մի մոռացեք դա, ամեն անգամ, երբ որ մի բան եք խոսում դուք, հիշեք, որ դուք չեք մնալու ցմահ, դուք անցողիկ երևույթ եք, ձեզ հաշիվ տվեք խոսելուց առաջ, բոլորդ, դուք ոչ մեկդ, ԿՊ-ից ձեր ոժդի հետ միասին, իրավունք չունեք, դուք չեք ներկայացնում, ամբողջ հայ ազգին, ես 18 թվիցա ձեզ չեմ ընտրել, մեծամասնությունը ձեզ չի ընտրել, դա պարզ է արդեն բոլորի համար, ձեզ ընտրել է հայ ազգի 60-ից 70 IQ ունեցող զանգվածը եւ ոչ ավել, նրանք եթե ունենային մի քիչ ավել ինֆորմացիա իրենց կյանքում, մի քիչ ավելի ինֆորմացված լինեին այդ հայրենակիցները իրենց կյանքում եւ կարողանային ավելի լայն տեսնել պատկերը, հասկանային ձեր նշանակումների միջոցով, այն մարդկանց, որոնք որ դուք գործի եք նշանակում բարձր նամանավանդ աթոռների վրա, մի քիչ խորանային նրանց անցյալի մեջ, անցած ճանապարհի մեջ եւ տեսնեին, որ բոլոր թելերը, բոլոր տանում են դեպի Զիոն, հենց իմ նման հայերն են, որ ծանոթ են այս ամեն ինչին, ծանոթ են այն բոլոր պրոցեսներին, ես այնքան ծանոթ եմ այդ բոլոր պրոցեսներին, որ շատ լավ հասկանում եմ ինչա կատարվում, շատ լավ, ես շատ լավ հասկանում եմ ինչի եք դուք վերացնում գյուղատնտեսությունը, ես շատ լավ հասկանում եմ ինչի տապալեցիք գյուղատնտեսությունը եւ ոնց կտապալեցիք, որ կարողանաք գցեք Ռուսաստանի վրա նորից, տապալեցիք նրա համար, որ ջուրը, այն ջուրը, որ գնում էր գյուղատնտեսությանը, գնա դեպի data center, գնա դեպի Firebird data center եւ մնացած data center-ներին։ Եվ շուտով, երբ որ դուք Հայաստանը կսարքեք ամբողջովին surveillance state, Orwellian, եւ ոչ մեկ չի կարողանա շնչի անգամ առանց զապիս լինելու, թե խոսակցականը, թե ֆիզիկականը, մարդիկ չեն կարողանա շարժվեն, իսկ դրա հետևում ով է կանգնած, data center-ների հետևում ով է կանգնած, իհարկե սիոնիստները։ Եվ պարզ է դառնում այս ամեն ինչը, ձեր բոլոր քայլերը, բոլոր ձեր արած քայլերը եւ ինչ որ այսօր Հայաստանի Հանրապետությունում տեղի է ունենում, բոլոր այն քայլերը, որ դուք անում եք, նշանակումները, որ դուք կատարում եք, բոլոր թելիկները տանում են դեպի Զիոն։ Վերջ։ Այսքան բան։ Իսկ երբ որ նման բան
անգամ մեջբերում ես անում այդ 65-ից 75 IQ ունեցող մաքսիմում դա 75 ամենաբարձրն է ձեր կոնտինգենտի ձեր ընտրողի IQ-ն 75-ը չի անցնում, ես 100%-ով եմ դրա մեջ, երբ որ դու փորձում ես անգամ խոսել նման բանի մասին ես մարդկանց մոտ, իրենք ասում են, դա ինչ կապ ունի մեր երկրի հետ, ինչ ես խոսում, ես դες բանսկի չգիտեմ, դա ինչ է, դա ինչ կապ ունի, դա արտասահմանում ուրիշ, մենք դուք սրանց վրա եք հենց հիմնված, դուք այս կոնտինգենտի վրա հիմնված տերորի եք ենթարկում հայ ազգի մնացած են իրական մտածող և սրտացավ զանգվածին, հասկանում եք, հենց դրա համար պետությունը չունի քննություն անձնագիր ստանալուց առաջ, երբ որ չափահասը անձնագիր է ստանում, պետք է լիներ քննություն, որպեսզի հասկանայինք այս չափահասը իրավունք ունի մասնակցելու քաղաքական պրոցեսներին, թե ոչ, թե սրա անձնագիրը միայն ասենք ճանապարհորդելու համար է, որպեսզի ինչ-որ մեկը դրան տաներ միտեղ ուրիշ երկիր բերեր, եթե որտեղ ինքը իրանով չի կարա գնա հետ գա, և այս մարդիկ, որոնք որ մտածելու ունակություն չունեն անգամ, մասնակցում են քաղաքական պրոցեսների և ընտրում են, դրա համար պետք է լիներ IQ test, IQ test-ը անցնեին, նոր ստանային անձնագիր և լիներ անձնագրի մի քանի տեսակներ, որ այս մարդը իրավունք չունի մասնակցելու ընտրությունների, դրա համար չեք անում, որովհետև այս զանգվածը քանակ է ապահովում, քանակ, և սփյուռքը արդեն աչքաբաց է, սփյուռքը շատ լավ տեսնում է, դրա համար է սփյուռքը դող գցում Թուրքիայի և Ադրբեջանի մարմինների մեջ և դուք ձեր եղունգներն եք կրծում, երբ որ լսում եք սփյուռքի մասին, դրա համար էլ ուզում եք սփյուռքի ոտքը կտրել և սփյուռքին թուլացնել, դուք սփյուռքին չեք կարողանալու թուլացնել, որովհետև սփյուռքը մտածող կոնտինգենտն է, սփյուռքը դա կատարող կոնտինգենտն է, իսկ սփյուռքը ձեզ չի ընտրել և դուք չեք ներկայացնում հայ ազգի մեծամասնությանը ձեր բոլոր քայլերը, որովհետև ձեր գնալուց հետո լինելու է, դուք կտեսնեք, որ ձեր գնալուց հետո լինելու է ինչ-որ մի հաշվառում, որպեսզի դատա գրանցվի, թե իրականում որ մասն էր ազգի ընտրել ձեզ, իրականում, որովհետև դա մաքսիմում 10-ից 13%-ն է լինելու, և դուք այսօր 10-ից 13, թող լինի 20%, թող լինի 25%, լավ, դուք այդ փոքր մասով մեծամասնություն եք ուզում ներկայացնեք, դուք բոլորիս հիմարի տեղ եք դրել, ես Արման Եղոյանով սկսեցի ես, բայց չի լինում, ուղղակի չի ստացվում չխոսել են բոլոր են պրոցեսների մասին, որոնք որ տեղի են ունենում, հենց Տիգրանաշենի կամ մնացած մեր ուրեմն քաղաքների գյուղերի հանձնումը, Նիկոլ Փաշինյանը կարծում է, որ ինքը մեր երկրի տերտիրականն է և իր պապերն են այս երկիրը ազատագրել և հիմնել և ինքը ժառանգորդն է, մոնարխն է, ինչ ուզում անում է, որտեղից ուզում կտրում տալիս է, ում ուզում կտրում տալիս է, ոչ մեկ իրավունք չուներ առանց հանրաքվեի հանձնել մեր տարածքները, բայց Նիկոլ Փաշինյանը արդեն կարծում է, որ ինքը մշտական մնալու է այս աթոռի վրա և արդեն անում է քայլեր, որոնք որ ոչ մի խելամիտ մարդ չեր անի, կամ ինքը 100%-ով գիտի, որ ինքը աթոռից էլ
չի վեր կենալու եւ այդ աթոռի վրա լինելու է եւ իրեն դատապարտող չի լինելու։ Կամ ես արդեն տեսնում եմ, թե ուրա տանում ես ճանապարհը եւ ոնց որ ասացի, բոլոր թելերը տանում են դեպի Զիոն եւ սա շատ պարզ է, թե ովքեր են ուրեմն կանգնած մեր պետության այս կազմաքանդման հետևում։ Սա այսքան Ադրբեջանը չի, Ադրբեջանը եւ Թուրքիան նրանք ուղղակի ոնց որ թե գործիքներ են, որոնք օգտագործվում են գլոբալ մի մեխանիզմի մեջ, ուղղակի սա գլոբալ մի ծրագիր է, որը որ մենք տեղեկացված չենք լինի, նորից եմ ասում, եթե չունենայինք Սփյուռք։ Եվ այտենց ոնց որ Հայաստանում ուրեմն սովորական շարքային այս ցածր IQ-ով մարդիկ ընդհանրապես տեղեկացված չեն նման բաներից, որի պատճառով էլ մենք ունենք այն ինչ որ ունենք, մենք բոլորս երևի կլինենք նման մի բան, եթե չունենայինք Սփյուռք եւ չունենայինք աչքաբաց են բոլոր մեր հայրենակիցների, որոնք որ իրենց ամեն հարցում կրթել են եւ մենակ ակադեմիկ կրթվածության մասին ես չեմ խոսում, ինտելեկտի, ես խոսում եմ ուղղակի ինֆորմացիա, քանի որ ինֆորմացած լինելուց ավելի մեծ զենք ոչ մեկ չունի։ Տգիտությունը շատ ավելի թանկ է, քան ուսում ստանալը։ Ինֆորմացվեք, նիկոլական կոնտինգենտ, ինֆորմացվեք, որտեվ ձեր տգիտության պատճառով դուք շատ ավելի մեծ գին եք վճարում, ոչ թե միայն քաղաքական հարցերում, այլ ձեր ամբողջ կյանքում բոլոր հարցերում դուք ոչ այդքան պայծառ լինելու պատճառով ամեն ինչին ավելի թանկ եք վճարում։ Ինֆորմացվեք, որպեսզի մի քիչ ավելի հեշտ ապրեք ձեր կյանքը։ Շնորհակալություն դիտման համար, նորից կհանդիպենք շուտով։ Հաջողություն ձեզ։